ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիան Վաշինգտոնի հսկողության տակ առնելու ծրագրից նախորդին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրուցելիս նա ասել է, որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին նախևառաջ անհրաժեշտ է անվտանգության տեսակետից։ Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետներ Յենս Ֆրեդերիկ Նիլսենի եւ Մետե Ֆրեդերիկսենի հետ, որոնք ընդգծել են, որ Գրենլանդիան ցանկանում է մնալ դանիական թագավորության կազմում։ Թրամփը նշել է, թե չի բացառում Գրենլանդիային տիրանալու հնարավոր տարբերակներից եւ ոչ մեկը, եւ հուսով է, որ լուծում կգտնվի։ Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Դանիան Միացյալ Նահանգների կողքին է կռվել թե Աֆղանստանում եւ թե Իրաքում, ինչին նախագահը պատասխանել է։ Շնորհակալ եմ, որ դա ասացիք, գնահատում եմ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Դանիայի հետ։ Կտեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ։ Կարծում եմ, ինչ որ բան կստացվի։ Թրամփի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցից հետո նա պետք է հարցը քննարկի փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ։ Նա կրկնել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, ապա կեսկատակ ավելացրել, թե Վենսից եւ Ռուբիոից կիմանա հանդիպման արդյունքների մասին եւ որքան լրագրողներին շուտ դուրս հանի օվալաձև աշխատասենյակից, այնքան ավելի շուտ կիմանա։ Գիտեք, մենք խոսում ենք չակերտավոր ասված ոսկե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգի մասին։ Մենք շատ բան ենք անում, մեզ իսկապես դա անհրաժեշտ է։ Եթե մենք չմտնենք Գրենլանդիա, Ռուսաստանը կմտնի, Չինաստանը կմտնի, եւ դա այն բանը չէ, որ Դանիան կարող է լուծել, դա մենք կարող ենք անել։ Դանիացիները պնդում են, որ Գրենլանդիայի մոտակայքում օտար երկրների ուժային ներկայության նշաններ չկան, ավելին ԱՄՆ կարող է նոր ռազմակայաններ ստեղծել Գրենլանդիայում, ինչը համապատասխանում է Կոպենհագենի եւ Վաշինգտոնի պայմանագրերին։ Դանիայի պաշտպանության նախարար Տրոենս Լունդ Պոլսենը հայտնել է, որ Դանիան, Շվեդիան եւ Նորվեգիան համատեղ կհզորացնեն ռազմական ներկայությունը Արկտիկայում եւ Հյուսիսային Ատլանտիկայում։ Պատճառը անվտանգության եւ քաղաքականության հետ կապված լարվածության տարածումն է նաեւ այդ տարածաշրջանում։ Det er jo sådan, at de sikkerhedspolitiske spændinger har spredt sig til Arktis. Գրենլանդիայի կառավարության հետ սերտ երկխոսության միջոցով մենք նաև համաձայնության ենք եկել մեծացնել մեր ռազմական ներկայությունը եւ զորավարժություններ անցկացնել Արկտիկայում եւ Հյուսիսատլանտյան օվկիանոսում ՆԱՏՕ-ի դաշինքի հետ սերտ համագործակցությամբ։ I Arktis og Nordland. I tæt samarbejde med NATO-allierede. Այս թեմային է անդրադարձել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Greenland belongs to its people. So it's up to Denmark and Greenland and only to Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին, Դանիային եւ Գրենլանդիային է պատկանում։ Ուստի միայն նրանք կարող են որոշում կայացնել Դանիային եւ Գրենլանդիային առնչվող հարցերի վերաբերյալ։ Սա առաջին կետն է։ Երկրորդ, Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Արկտիկայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից է։ Դաշնակիցներին կապող օղակը հստակ կարգախոսն է՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Այսպիսով ՆԱՏՕ-ն հարթակ է, որը միավորում է բոլորի շահերը։ So NATO is one forum to integrate the different interests that are out there. Մարդիկ Գրենլանդիայում ուշիուշով հետևում են Վաշինգտոնյան հանդիպումներին։ Մայրաքաղաք Նուուկի բնակիչ Մայա Մարտինսենի խոսքով Գրենլանդիան Դանիայի, հետևաբար ՆԱՏՕ-ի մաս է։ Because Greenland is a part of Denmark and therefore a part of Այսպիսով մխիթարական է տեղեկանալ, որ սկանդինավյան երկրները մեզ լրացուցիչ ռազմական օգնություն են ուղարկում։ like sending reinforcement to us. Մի դանիացի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում, ասել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի փոխնախագահի եւ պետքարտուղարի ու Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետների քննարկումներից հետո մեջբերում եմ հիմնարար տարաձայնությունները պահպանվել են։